Ես ուզում եմ մի համար կարդալ Մատթեոս ավետարանի 10-րդ գլուխ 32 խոսքը ընդամենը։ Ով որ մարդոց առջև զիս կդավանի, ես ալ զանիկա պիտի դավանեմ իմ հորս առջև, որ երկինքն է։ Այս բառը դավանել բառը ես ուզում եմ հենց ամբողջ այնինչ որ պետք է խոսեմ այդ բառին է վերաբերվում։ Ուզում եմ բացել այս բառի գաղտնիքը։ Այս բառը դավանել բառը անցել դարերով եւ եկել հասել մեր օրերը։ Մենք կարող ենք կարդալ եւ անցնել այս բառը դավանությունը անցնել։ Բայց մենք տեսնում ենք, որ այս բառի մեջ թաքնված են մեծ գաղտնիքներ։ Մարդը կարող է տարիներով, տասնյակ տարիներով լինի աստվածապաշտ, բայց այս զգացմունքից չօգտվի, թե ինչ զգացմունք է առաջանում, երբ որ մարդը դավանում է երկինքը։ Եվ ինչի համար է Աստծո խոսքը շեշտը դնում մարդկանց առաջին դավանելու։ Իհարկե, կարող ենք դավանել սարերի մեջ, ասենք նավ նստելուց, նայես ջրերին, ամպերին եւ դավանես Աստծուն։ Կենդանիները, թռչունները, անտառներում, թռչունների ծլվլոցի ժամանակ դավանես Աստծուն։ Բայց ինչն է գաղտնիքը, որ մարդկանց առաջ դավանի։ Այդ ժամանակն որ ես էլ կդավանեմ իմ հորս առջև եւ նշտակներու առջև իր անունը։ Ինչի մարդկանց առաջ։ Որտեղ մարդկանց առաջ դավանելուց կառաջանա խնդիրներ, կառաջանա դժվարություններ եւ մինչեւ կյանքի, մինչեւ սպանելու, մինչեւ մահապատիժ ենթարկվելու խնդիր կարող է առաջանալ։ Օրինակ մուսուլմանական աշխարհում Քրիստոս դավանելը կարող է կյանքը վերջ տրվի եւ ինքը պետք է իր կյանքի համար իր կյանքի վրա խաչ քաշի նոր դավանի Հիսուսի անունը։ Գիտեք, դավանելու համար կարող է շատ գիտություն չի պահանջվում։ Դավանել Հիսուսի անունը կարող է այդքան բացատրություններ պետք չի, բայց մենք տեսնում ենք, որ դավանելուց մի զգացմունք է առաջանում մարդու մեջ, անկախ դիմադրությունից մարդկության, մինչև անգամ դավանելով մարդը կարող է կյանքին վերջ տրվի, բայց նա դավանում է։ Մեր երջանկահիշատակ վրեժ եղբայրը, եթե խորը ովքեր որ քարոզները նայում են մինչև հիմա էլ, կհիշեն, որ ինքը շատ էր կանգառնում դավանության վրայով։ Դավանել, որ դու ազատ ես, դավանել, որ դու փրկված ես, դավանել, որ դու բժշկված ես, դավանել եւ երբեք ու երբեք ինչ վիճակի մեջ, ինչ ցավերի մեջ էլ որ լինես, կարողացիր դավանել։ Դավանելուց մտքեր են առաջանում։ Դու ով ես, դու մեղք ես, դու խեղճ ես, այդ հիվանդությունը միշտ քո վրա է։ Այդքան ասում ես նույնը մնում է։ Բայց երբ որ նայում ենք պրակտիկային փորձերից ելնելով հիմա մանավանդ այսքան տարիներ անցել են, հանդիպումներ հիվանդների հետ, հանդիպումներ հոգեպես, այդպես հարցակման տակ ընկածների հետ մենք միշտ նույն բառն ենք ասում՝ դավանիր Հիսուսի անունը, կարողացիր ասել Հիսուս, պարկածը տեղը, մենակության ժամանակ, ամեն տեղ ասի Տեր, ես քո զավակն եմ, ես քոնն եմ, ես ուրիշինը չեմ, ես քոնն եմ, եւ կարողացիր կանխել մարդկության ինչ կասեն չեն ասի, դու դավանիր Տիրոջը։ Հետաքրքիր, երբ որ նայում եք մեծ հնարավորություններ կա ապաշխարությունների մարդկության, որ մարդիկ
աշխարհում ճանաչված երգիչներ, սպորտսմեններ, այդպես հեղինակավոր մարդիկ, նախագաներ, եւ մենք տեսնում ենք, երբ որ դավանում են, առաջանում է փոփոխություն։ Եղել է այդպես փաստացի օրինակներ կան, որ ինքնասպան է ուզեցել գործել, սատանան մոտեցել է, միտքը բռնված է եղել եւ գնալով ավելի է խորացել։ Եվ արդեն մոտեցել է դեպի հոգեբուժական հիվանդանոց տանելու այդ հեղինակավոր մարդուն։ Եվ այդ ինքնասպան լինելու վիճակը խորացել է, սկսել է դավանել Մուհամեդ, Կրեշնա, Բուդդա եւ այլ, եւ այդ շարքի մեջ մտել է նաեւ Հիսուս անունը դավանել։ Եվ միանգամից փոխվել է։ Միանգամից երկնքից հույս է եկել իր վրա։ Միանգամից իր էության մեջ փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ ինքը կանգ է առել այդ անունի վրա, որտեղ այդ անունը Աստվածաշնչում եւ Աստված այնպիսի անուն տվեց, որ այդ անունի առաջ խոնարհվում են բոլոր երևույթ եւ աներևույթ ուժերը։ Այդ անունը մի անուն է, որը դուրն է ու ճշմարտությունը եւ կյանքն է։ Այդ անունը ունենալով, դավանելով, օրինակ շատ անգամ մենք բոլորս էլ կարող ենք օրինակներ հիշել, որ հավատքին անտեղյակ մարդիկ մթից, խավարից, այդպես երեխա լողացնելուց բանից ասում են Հիսուս Քրիստոս։ Նրանք ծանոթ չեն, շատ խորը չգիտեն, բայց քանի որ Աստծո խոսքը իրենց մարդկությանը կապ չունի ով է, խոստացել է, որ ով որ ինձ դավանի մարդկանց առաջին։ Գիտեք, շարունակության մեջ ես ուզում եմ կարդալ մի ուրիշ համար, Հռոմայեցիս 10-րդ գլուխը։ Այստեղ էլ արդեն ավելի է բացատրությունը խորանում դավանության վերաբերյալ։ Հռոմայեցիս 10-րդ գլուխ 9-ից 11 խոսքը։ Վասնզի, եթե քո բերնովդ Հիսուս Տեր խոստովանիս ու սրտիդ մեջ ուրեմն հավատաս, թե Աստված զանիկա մեռելերեն հարությանից պիտի փրկվիս։ Բազի սրտով կհավատաս մեկը արդարանալու համար ու բերանով կխոստովանի փրկվելու համար։ Քանզի գիրքը կսե ամեն ով որ անոր հավատա պիտի չամչնա։ Սրտով դավանել։ Գիտեք, երբ որ խորը նայում ենք, դավանությունը լինում է կտրուկ, դավանության ժամանակ շատ բացատրություններ չի պահանջվում։ Դավանությունը դավանում է մարդը, որ Տեր, այս ինչ լավ է, որ ինձ այն հին կյանքից ազատել ես։ Դավանել, թե Տեր դու տեսնում ես, ինձ ինչ են անում, էդի դու տեսնում ես։ Տուն, ընտանիք, աշխատանքի վայր, հարևաններ, դավանում ես, Տեր, դու տեսնում ես, ոչինչ չունեմ ասելու։ Տեր, դու ամեն բան գիտես, ես ում բերեմ, ապացուցեմ, ում բերեմ, վկա, դու ամեն բան տեսնում ես։ Տեր, դու մեծ ես, շատ կարևոր է։ Տեր, դու մեծ ես, ամեն մի ծանր նեղությունների, դժվարությունների մեջ կարողանում ես դավանել, որ Տերը մեծ է, եւ ամեն ինչ արել է Տերը, Տերը կարող է, եթե չանի էլ, միևնույն է չի փոխվում իմ սրտում, Տիրոջ մեծությունը, Տիրոջ սերը, Տիրոջ մոտեցումը չի փոխվելու, ինչպես Եդրակ Միսակ Հապետնակը մեզ եթե կրակի հենոցից չազատի էլ Տերը միևնույն է, Նաբուկոդոնոսոր մենք չենք ուրեմն պաշտի քո արձանին։ Դավանում էին, թեկուզ չլինի, թեկուզ հիվանդ մնամ, թեկուզ հիվանդ էլ այս աշխարհից գնամ, միևնույն է դու ինձ սիրում ես։ Դա շատ կարևոր է։ Դավանել բժիշկների առաջին, դավանել հակառակողների առաջին, դավանել թեկուզ դու մուսուլման ես, քեզ կոչնչացնեն։ Դավանելը ես հիշում եմ մի օրինակ ուզում եմ մոտս նշել եմ Գայի արձանի մոտ հավաքույթ էր
Ես այդ օրինակը երևի էլ եմ ասել, բայց քանի որ դավանության հետ է կապնված, նորից ուզում եմ ասել այդ օրինակը։ Եվ մի երիտասարդ մոտեցավ ծառայուն եղբայրը ուշադիր նայեն երիտասարդ երկու աղջիկներին։ Դե հազարավոր մարդիկ էին հավաքվում, ես շատ եմ ասել, մոտավորապես հաշվարկով 4-ից 5,000 հոգի մարդ էր հավաքվում, երբ որ հավաքույթ էր լինում բացօթյա։ Եվ ուշադրությունս, երբ որ նայեցի այդ երկու երիտասարդ աղջիկներին, ուրեմն երկուսն էլ երևի ներկված են եղել աչքերը բան, այն մեկը այդպես լացում է ու բարձրաձայն գոռում է, Տեր դու մեծ ես, դու ինձ ազատել ես, դու իմ փրկիչն ես, դու իմ Տերն ես, եւ սենց այդ ներկը ամբողջ երեսը բռնել է, իսկ կողքի ընկերուհին նայում է ու ծիծաղում է, թե աղջիկ քեզի տիրություն արա բան, դեղ կողքերից հետո ասեցին, որ այս իրավիճակ էր ստեղծվել։ Գիտեք, դավանումը ոչ մի բան հաշվի չի առնում, ընկերուհու ծաղրանքը ոչ մի բան։ Դավանում է Տիրոջը եւ վայելում է երկինքը, այն ուրախությունը։ Կարող է խանգարեն մարդիկ հայլին մոտեցնեն, ասեն լը վիճակդ, կարող է, բայց նա ոչ մի բան դավանում է ու գոռում է, Տեր, դու ինձ փրկել ես, ես ուզում եմ ապրել քեզ հաճելի կյանքով։ Գիտեք, դավանությունը դա ճիչ է։ Դավանությունը դա գոռալ է։ Դավանությունը դա ոչ մի բանի դեմ չի կենում։ Նա գոռում է, Տեր, դու ամենակարող ես, դու կարող ես ինձ փրկել, դավանել։ Եվ հետաքրքիր է, որ դավանություն եղավ խաչի վրայի ավազակի հետ։ Տեսնում ենք երկու ավազակները, ես չեմ ուզում կարդալ, ուղղակի ժամանակը բանը, դուք բոլորդ գիտեք, մեկը ասում էր, եթե դու Աստծո որդին ես, իջիր, մեզ էլ ազատի, այս ինչա մեր վիճակը, չէ, բայց այն մեկն ասում էր, տենց մի ասա, մենք ավազակ ենք, մենք արժանի ենք, մենք մեր պատժի, մեր գործած հանցանքի պատիժն ենք կրում, պետական օրենքի համաձայն այդպես էր, բայց ինքը ոչինչ չի արել, եւ ինչ արեց, դավանեց, Տեր, երբ որ դու գաս, ինձ հիշիր, եւ ինչ ստացվեց, այսօր դու ինձ հետ դրախտում կլինես, հետաքրքիր է, դավանեց, այսինքն դավանությունը կախված չի մարդու կարգավիճակի հետ, մեղքի, դժվարությունների ամեն ինչի, ոչ մի բանի հետ կապ չունի, դու դավանի, հոգեկան ինչ-որ շեղումներ կա քո մոտ, ինչ-որ դու շատ մեղավոր ես քեզ զգում, մի մտածի, սատանան միշտ մտքեր է բերում, դու ով ես, ինչ դավանելու մասին է խոսքը, դու ինչ ես խոսում, դու դավանի, Տեր դու իմ փրկիչն ես։ Եվ դավանության ժամանակ այդ բառերը, դա երբ որ դու դավանում ես, դու էությամբ կապնվում ես երկնքի հետ, քեզ նույնիսկ քո մարմինը չի խանգարում։ Դավանության ժամանակ ոչ մի բան չի կարող քեզ կանգնեցնել, թեկուզ քեզ սպանեն, ինչպես ասեցի։ Դավանությունը ամենակարճ ճանապարհն է դեպի երկինք։ Գիտեք, մարդը երբ որ ուզում է գնալ Մոսկվա կամ ինչ-որ մի քաղաք, ոտքով գնա, մեքենայով գնա, ինքնաթիռով գնա, չէ, ինչքան տարբեր է, ինքնաթիռով գնալ ինչքան տարբեր, բայց որ մտքով գնա ինչքան տարբեր է։ Դա միակ կարճ ճանապարհն է, դրա բացատրություն պետք չի։ Բացատրությունը, երբ որ դու շատ պետք է գիտություն ստանաս, այդպես շատ քարոզներ լսես, հեղինակավոր մարդկանցից քարոզներ լսես, որպեսզի դու կարողանաս հասնել այդ կարգավիճակին, որ կարողանաս կապի մեջ լինես։ Ոչ։ Ինչպիսի կարգավիճակի մեջ էլ որ դու կաս, դու կարող ես դավանել։ Դավանություն եղել է պատերազմի դաշտում մեր զինվորների հետ։ Մենք շատ ենք խորացել այդ իրավիճակների մեջ, մայրերի, հայրերի, ծնողների հետ զրուցելուց, զինվոր, որը կողքին է եղել, որը փախել է ուղղակի ստիպված չիմանալով ինչ անել, տեսել է, որ այդպես վիրավոր, մահամերձ վիճակում գոռում է Հիսուս, Հիսուս, ես չեմ կասկածում, որ այդպիսի վիճակը մեջ փրկությունը ես չեմ կասկածում։ Դրա համար սիրելիներ, դավանությունը դա
միակ կարճ ճանապարհն է դեպի երկինք, միակ կարճ ճանապարհն է երկինքը վայելելու եւ օգտվելու երկնքից, դավանել։ Ճիշտ է, դավանությունը պետք է լինի անկեղծ, դավանությունը պետք է չլինի շահից դրդված։ Օրինակ, դավանել, Տեր, դու ամենակարող ես, ինձ մի հատ մեքենա տուր։ Դա կարա լինի։ Այդ դավանությունը ես չեմ մտածում, որ երկինքը կընդունի։ Կամ դու ամենակարող ես, իմ բիզնեսը հետա գնում, առաջ գցի իմ բիզնեսը։ Կամ դու ամենակարող ես, այն դրան, որ չեմ ուզում տեսնել, դրան մի բան արա վերացրա ես աշխարհից։ Դրանք դավանություն չեն։ Դավանությունը, երբ որ դու քեզ զգում ես մեղավոր, դու քեզ զգում ես անմխիթար եւ զգում ես Տիրոջ մեծությունը եւ մտածում ես, որ Տերը կարող է, այսա շատ կարեւոր է։ Քո սրտում դավանում ես, որ Տերը կարող է։ Դա շատ կարեւոր է։ Չնայելով քո մարմնի հիվանդություններին, չնայելով բժիշկների խոսքերին, չնայելով դիագնոզին, ինչ որ կա, չնայելով դու գոռում ես, դավանում ես, Տեր, դու ամենակարող ես, դու ամենակարող ես, ինչ էլ որ լինի, միևնույն է, ինձ համար դու ամենակարող ես։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք նաև Սուրբ գրքից մի համարի, Առաջի Պետրոս 3:14-15 խոսքերը, ուզում եմ կարդալ այս համարը, Առաջի Պետրոս 3:14-15 խոսքերը։ Բայց եթե արդարության համար չարչարվի կալ, երանելի եք, եւ անոնց ահեն մի վախենակ ու մի շփոթվիկ։ Այսինքն դավանեք, մի վախենակ, վախենալ դա նշանակում է խեղճանալ, թուլանալ, ոտեր ընկնել եւ այլ եւ այլ։ Հապա Տեր Աստված սրտերուդ մեջ սուրբ պահեցեք, շատ կարեւոր է։ Աստված քո սրտում սուրբ պահիր, ամենակարող պահիր։ Ամեն ինչ կարող է անել Աստված, քո սրտում այդպես ամուր պահիր։ Եվ միշտ պատրաստ եղեք հեզությամբ ու երկյուղացությամբ պատասխան տալու ամենուն, որոնք ձեր ունեցած հույսին մասին կհարցնեն։ Դա բավականին երկար թեմա է, շատ անգամ է խոսվել այդ մասին, որ դու պատրաստ պետք է լինես պատասխանելու։ Նրանք պետք է հեզ ասեն, այդ որտեղից է քո այդ հույսը, ախր ոչ մի բան չունես, շատ երեխեք ունես, ես ո՞նց ես դու ժպտում։ Ես մի հատ երեխա ունեմ, գիշեր ցերեկ մտահոգ եմ, ոնց կրթության տամ, տները ոնց սարքել տամ, ոնց ապրի, ոնց սենց, բայց դու 5 հատ ունես, հեչ պետք է չի։ Ոչ մի ծրագիր չունես։ Էս ինչ հույսով ես, կամ էս ինչ վիճակի մեջ դու կաս, հիվանդ կամ ես իմ ինչ վիճակի, բա ուրա քո Աստվածը։ Կամ այտենց փշեր կարող է լինել, քեզ ծակել, բայց դու պետք է կարողանաս դավանել։ Ես հիշում եմ, այդպեսի մի օրինակ Պավել եղբայրը շատ է ասել, ասում է, երբ որ ինձ բանակում սկսեցին այդպես բառերով ասում է տաթել, ցեցել, ասում է, ասի սպասեք, սա իմ Հիսուսը գալու է, տես ձեր գլուխն ինչ անելու։ Ասում մի անգամից հետ կանգնան։ Պատկերացնում եք, դավանելը եղբայրներ քույրեր, դա մի զգացմունք է, կարող է որևէ մեկը այդ զգացմունքը չի ունեցել։ Դա չի պատկերացնում ինչա նշանակում, ինչա տեղի ունենում։ Իմ Հիսուսը գալու է, շուտով գալու է։ Դուք սպասեք։ Իմ Հիսուսը գոռում է։ Իհարկե ինձ հետ էլ է պատահել մի բան, երբ որ այդպես դե աշխատում եմ չհիշել, բայց այդ զգացմունքը, որ ուրախացնում է ինձ, ես ուզում եմ հիշել, այդպիսի զգացմունք ես էլ եմ ունեցել։ Ես հիշում եմ, որ մեր տնից 13 հոգի վերցրին, ես իմ ինչ ձևի հանցագործի տարան, ուրեմն Ջրվեժում կա ոստիկանության բաժին, տարան այդ բաժինը։ Հիմա իհարկե բաներ էին, բարձրաստիճան ոստիկաններ էին, որը չէր երևում, համազգեստով չէին։ Մենակ մեր թաղայինն էր համազգեստով, կապիտան էր։ Եվ սկսում են խոսալ, բացատրել, խոսալ, ես էլ լուր լսում եմ, բան չեմ խոսում, խելոք լսում։ Տենց
մեկ էլ այս խեղճ թշվառ բանը ուզեցավ աչքներին լավ երևար, այս բանը, այդ թաղայինը։ Այ Ահարոն, դե ժամանակ 35 տարեկան։ Այ Ահարոն, ախր դու 35 տարեկան տղա ես, գիտեր արդեն լրիվ։ Մեքենան տակը, պաշտոնյա ես, լավ ընտանիք ունես, ախր ես եմ քո Աստվածը։ Էս ինչ ես դու, ասես բան ասեց։ Մի անգամից տեղից ես վեր թռավ, ոնց որ կայծակը խփեր։ Ու ես էլ չզգացի, որ ուղղակի ընդհանրապես համաձայնվա այդ մտքին։ Եվ ես սկսի գոռալ, որ դու ճիճու ես էլ եմ իհարկե ճիճու, քանի ես ճիճուն ստեղից, այս ճիճվին ստեղից դուրս չեկանը, ես ոչ մի հարցերի չեմ պատասխան։ Էդի մի տեսակ ուրիշ կրակ կա, մի հատ զգացմունք կա, որը բացատրել հնարավոր չի։ Եվ սենց զարմացած մնացին ու մի անգամից սրան դուրս հանեցին։ Ճիշտ է, տարիներ հետո միշտ, երբ որ հանդիպում ենք, ասում են պետք է ձեռքով բարևենք, ես արդեն ազատ եկել եմ, որ իբրև դու ինձ ներել եմ, միևնույն ասում եմ, ես պետք է իրար միշտ ձեռքով բարևեմ։ Դե տարիներ հետո իհարկե ինքը դուրս եկավ, եթե մի օր էլ ինքը լսի, թող հիշի այդ օրը։ Գիտեք, այդ այնպիսի մի զգացմունք է, անպատմելի, որ դու դավանում ես մարդկանց առաջին, անկախ այդ մարդիկ ով են, ոստիկան են, քեզ քո պատրոնն է, քո ղեկավարն է, քո մուսուլման շեխն է, չգիտեմ ով է, դու դավանում ես մարդկանց առաջին։ Ուշադրություն դարձնենք, իհարկե նոր երկ եղավ, կհարցնեն մարդիկ հաճախ, ուր է գալուստդ Քրիստոսի, կհարցնեն, դու դավանելու բան ունես, թե չունես, թե պետք է իրանց նման խեղճանաս, ասես, դե ես էլ չգիտեմ, նայի, ով որ ինձ դավանի մարդկանց առաջին, կհարցնեն մարդիկ հաճախ, ուր է անոր գալուստը, շատ կարևոր է, սիրելիներ, պատրաստ պետք է լինես, սիրտդ պատրաստ պետք է լինի դավանի եւ քո փրկչի մասին, որ դու պաշտել ես տասնյակ տարիներ, կամ թեկուզ մի օր ես պաշտել, մի տարի ես պաշտել, կապ չունի, դու պետք է դավանես մարդկանց առաջին։ Եվ դրա հակառակը, շարունակությունը ես, ուրեմն Մատթեոս ավետարանի 10-րդ գլխի շարունակությունը ուզում եմ կարդալ, շարունակություն էլ կա, մենք կարդացինք 32 խոսքը, հիմա 33 խոսքը, եւ ով որ մարդոց առջև զիս կուրանա, ես ալ զանիկա պիտի ուրանամ իմ հորս առջև, որ երկինքն է, ով որ մարդոց առջև զիս կուրանա, ես էլ կուրանամ իմ հորս առջև, որ երկինքն է։ Գիտեք, ուրանալը բառը կարողա չլինի։ Օրինակ, ես համարում եմ ուրանալ, դու հիմա այդ կարիքը չկա, բայց առաջ շատ կար այդ կարիքը։ Ասում էին, ինչի՞ չես խմում։ Ու հավատացյալ չես, չէ, հիվանդ եմ, չեմ խմում։ Ուրանալը դա նշանակում։ Ասում էին, շատ խելոք ես, ոնց որ դարել ես հավատացյալ։ Չէ, ինչ ես խոսում, սկսում էր ինչ-որ բաներ։ Կամ նման բաներ դուք ամեն մեկը հիշեք, ամեն մեկս հիշենք, մենք եղել է նման բաներ, որ այդպես առիթը եղել է, որ պետք է դավանես, այդ առիթը կորցրի գնաց մի քանի տարի հետո, տարի էլ այդ առիթը չի լինելու։ Այդ առիթը, այդ զգացմունքը, հիմա եթե ինչքան էլ ուզենամ ես, չկա այդ առիթը, որ կարողանամ նման արտահայտություն, կամ Պավելին, իմ Հիսուսը գալու է տեսել ձեր գլուխն ինչ անել, դե երեխայական, դե բանակի երեխան ինչ պետք է լինի։ Բայց սիրտը դավանում էր Տիրոջը, որ գալու է իմ փրկիչը, դուք լավ տփեք ինձի, գալու է իմ Տերը։ Իհարկե, այդպես էր հասկ, ճիշտ է, ես չեմ ասում, որ մենք մարդկանց ախտանք, բայց տարբեր ձևերով մարդը երեխայի պես չիմանալով ինձ, բայց դավանում է Տիրոջը։ Բայց հիմա դա չկա, դրա կարիքը չկա, դրա փոխարեն ուրիշ բան էլ կարա լինի, հիշիր, որ կա երկնքից մի զգացմունք, որ այդ զգացմունքը հիմա դու կարաս վայելել, քանի դեռ մարմնի մեջ ես։ Երկնքում դա ուրիշ բան է, երկնքի մասին չենք խոսում։ Դու կարող ես հիմա վայելել։
Հիմա այն զգացմունքը, որը եղել է մեր ժամանակներում, կոմունիստների ժամանակ պաշտել տիրոջը, դա չկա։ Այդպես կինոյա ինչ ասում, կամ բանը ինչ որ սովածնել ասում, կոնֆետ хочешь, ասում։ Да, хочу. Нету այդ կոնֆետը չկա։ Այդ զգացմունքը, այդ երջանկությունը, որը վայելել են կոմունիստների ժամանակ հավատացյալները չկա։ Հիմա չկա, հիմա ուրիշ զգացմունք կա։ Հիմա կա մի զգացմունք, որը եղբայրները քարոզում են այդ մասին։ Շատ զգացմունքներ կա այս օրերին, այս պահերին, որ կարող ես վայելել։ Ուրեմն ուրանալ դա նշանակում է մերժել երկինքը։ Ուրանալ դա նշանակում է մերժել փրկությունը։ Ուրանալ դա նշանակում է մերժել հավիտենությունը։ Ուրանալ դա նշանակում է ընդունել ժամանակավորը, մերժել հավիտենությունը։ Ինչպես Սամսոնը ինչպես ուրացավ, ընդունեց կնոջը, մերժեց հավիտենությունը, մերժեց երկնայինը։ Կամ Հուդան ընդունեց փողը, մերժեց հավիտենությունը, մերժեց կյանքը, որը իր համարել էր նախապատրաստված։ Հայտնության մեջ ուզում եմ կարդալ Հայտնություն 14:6-7 խոսքերը, ես արագ համար կարդամ, ուրեմն Հայտնություն 14:6-7 խոսքերը։ Եվ ուրիշ հրեշտակ մտեսա, որ կը թրջեր երկնքի մեջ եւ ուներ հավիտենական ավետիս, քարոզելու բոլոր ազգերուն ու ցեղերուն եւ լեզուներուն ու ժողովուրդներուն, որոնք երկրի վրա կբնակին, անմեծ ձայնով կսեր, Աստծմե վախեցեք ու փառք տվեք անոր, բազի անոր դատաստանի ժամանակը եկավ ու երկրպագություն ըրեք անոր, որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծով ու ջուրերուն աղբյուրները։ Գիտեք, մենք եղբայր ունեինք, Էդվարդ եղբայր, որ ամբողջ մեքենան են կա թե տոնածառի պես, բոլորը, ես այնտեղ այդ ժամանակ որ գնացել եմ, արդեն մահացած էր Էդվարդ եղբայրը, բայց եղբայրները քույրերը պատմում են իր մասին։ Ավտոն գնում էր եւ մեքենայի այդ մեծ մեքենա էր, իհարկե, մեր Ֆորդերի պես մեքենա էր, բոլոր մեքենայի վրա գրված էր դավանություն։ Ասում մի օր, մի հոգի, եթե մի օրվա մեջ կարդա եւ ընդունի, բոլա։ Արդեն շատ լավ բան է, որտեղ մի հոգին աշխարհից թանկ է։ Այդ միջոցով, եթե մի հոգի էլ ընդունի, լավ է։ Այսինքն մարդը դավանում է տարբեր ձևով։ Դավանում է երկինքը տարբեր, քանի դեռ շտապել է պետք, ժամանակը քանի ձեռներիս է, քանի դեռ ես մարմնի մեջ ենք։ Եվ ուզում եմ Հովանու ավետարանի 4:13-14-ն էլ կարդալ, Հովանու 4:13-14-ը։ Այստեղ նույնպես պատասխան տվավ Հիսուս ուսավ անոր, ամեն ով որ այս ջուրեն խմե, դավանությունը տեսեք ներսից ինչա տեղի ունենում մարդու ներսի հետ։ Պատասխան տվավ Հիսուս ուսավ անոր, ամեն ով որ այս ջուրը խմե, նորեն պիտի ծարավի, բայց ով որ խմե այն ջուրը, որ ես անոր պիտի տամ, հավիտյան պիտի չծարավի։ Այն ջուրը, որ ես անոր պիտի տամ, պիտի լա անոր ներսիդին ջուրի աղբյուրումը, որ հավիտենական կյանքի համար կբխե։ Եվ Հովանու 7-ում էլ նրա փորից Հովանես 7:37-38 խոսքերը, ուղղակի դուք գիտեք, կարող է եւ գրվում այդտեղ, նրա փորից կբխի կենթանի ջրի կետեր։ Գիտեք, եղբայրներ եւ քույրեր, ուշադրություն դարձնենք, որ մարդու էությունից է բխում դավանությունը։ Դավանությունը դա ծնունդ է։ Դավանությունը դա ոչ մեկին չի ենթարկվում, նույնիսկ մարմնին, որովհետև Հովանու ավետարանի առաջի գլխում հենց կարդում ենք, որ դա չի ենթարկվում ոչ մեկին աչոտ չի տալի, որը կոչվում է դավանություն։ Այստեղ ուշադրություն դարձնենք մեր շատ սիրելի Հովանու ավետարանի
առաջի գլխի 12 խոսքը, բայց որոնք որ զինք ընդունեցին անոնց իշխանություն տրվավ Աստծո որդի լալու, որոնք կհավատան իր անվանը, որոնք ոչ այդուն է եւ ոչ մարմնի կամք է, ոչ հալ մարդու կամք է, հապա Աստծմեցնան։ Տեսեք սիրելիներ, ոչ մի կամքի չի ենթարկվում, ոչ մի կամք չկա, որ դավանության ժամանակ կարակի բոցերի մեջ, առյուծի գուբի մեջ, բոլոր տեղերում դու երկինք վայելում ես, ոչ մի բան դու ծնունդ է ունենում քո մեջ, ինչպես բույսից ծնվում է ծիլը, ինչպես ծառից ծնվում է ճյուղը, ինչպես ծնունդները տեղի են ունենում, այդպես էլ մենք կարդացինք, որ ծնունդ է տեղի ունենում, ոչ մի բանի, ոչ մի բան, ոչ մի կլիմայական պայման, ոչ մի բան չի ենթարկվում, քո մեջ ծնվում է մի գերբնական ուժ, բնականոն կյանքը ենթարկվում է գերբնականի առաջ, որովհետև այսպիսի խոսք ասեց Աստված, որ ես իմ որդուն այնպիսի անուն եմ դնելու, այնպիսի անուն, Հիսուս անունը այնպիսի անուն է, որ երևույթ եւ այն երևույթ ուժերը բոլորը գլուխ են խոնարհեցնում այդ անունի առաջ, փառք Տիրոջը, դավանենք Հիսուսի անունը, տանք աղոթքով Աստծո առաջ, ամեն։ Իհարկե, ես կուզենայի աղոթենք տարբեր հոգսերի համար, մեր Լովա եղբայրը 8-րդ մասիվի պատասխանատուն է եղել, ճիշտ